Մասնակիցներից Հռիփսիմեին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանի որդու Հովհաննեսի գործունեությունը։ Վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում ձեր որդին, Հովհաննես Ծառուկյանը։ Նրան հաճախ կարելի է տեսնել տարբեր միջոցառումներում, հատկապես պատերազմի ժամանակ մասնակից եւ վիրավորում ստացած տղաների հետ։ Ասեկոսներ են պատտվում, որ նա ուզում է դառնալ падգամավոր, հարցից հետեւյալն է. արդյոք ունի նման ցանկություն, հավակնություն թե ոչ։ Իմ որդին Հովհաննեսը ոչ ցանկություն ունի, ոչ էլ իրավունք ունի։ Իր տարիքը չի համապատասխանում։ Ես ուրախ եմ, հպարտ եմ, որ իմ որդին լավ գործեր է կատարում։ Առաջարկել է, որ ես անպայման ուզում եմ, որ կարողանամ վիրավորված տղաների համար պայմաններ հնարավորություն ստեղծենք, որ կարողանան իրենք մարզվելու, պարապելու հնարավորություն ունենան։ Ասեմ, որ շատ դժվար է, պատասխանատու է, ես պատասխան եմ, ասեմ, եթե դու պատասխան ես պատասխան եմ, տղա ջան, ապրես, ալելակես, որ դու համասին մտածում ես, եւ այդ ժամանակ ծանոթացել եմ Էրիկի հետ, բանակում վիրավորված, որը որպես տղա, որպես մարդ իր պահվածքով բոլորն էլ հարգում են, կամք ունի, ձգտում ունի, բոլոր ամեն ինչով, ես Էրիկին նշանակեցի Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական, ասի Էրիկ ջան, տղայից հետ միասնական ստեղծեք, ինչ որ ցանկանաք, բացի մարզվելուց, եթե պետք է ինչ որ օգնություն բարեգործականից, եթե մարդիկ կարիք ունեն, ձեր տրամադրության տակ է։ Եվ երկուսը միասնական աշխատելով, իրար հետ նայելով, իրոք կատարում են գործ, մեր հերոսները, որոնք բանակում կյանքը չեն խնայել, ճակատագիր գնացել են, նրանք այսօր կարիք ունեն, ուշադրության վերաբերմունքի, որ անտեսված չլինեն, նրանք արել են այն, ինչ որ պետք է երկին ժողովրդին, իրաց ցավը տանեն։ Մենք էլ իմ տղան էլ Էրիկն էլ նույն պատասխանատու ընկերություն են անում, աջակցում են, լավ բան են կատարում եւ օրինակ են ծառայում։ Դրանից հետո տղաս դիմեց, մի հարց էլ ունեմ դիմել, ասի տղա ջան, ասա, ոչ օլիմպիական սպորտաձևերը, որը չի ֆինանսավորվում պետության կողմից, որ երեխաներ կան, պետք է գումար վճարեն, սոցիալական ծանր վիճակում են, մենք ստեղծենք պայմաններ, որոնք պարապեն։ Փայլուն միտք է, դուք ճիշտ հասկացեք, որ երեխաները փողոցից պետք է կտրվեն, հրավիրել ենք բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերին, միություն ենք ստեղծել, տղաս ներգրաված է եւ այնտեղ դպրոցներ բացելով, կազմակերպելով, անցյալ տարի 800-ից 1000 հոգի, որը հավաքագրել են, որ երեխաները առանց վճարի պարապում են, որը դա իհարկե մեր երկրի պայման դա շատ փոքր է, քիչ է, որ պետք է լինեն 10000, 20000, 30000, որը մենք պատրաստ ենք։ Ու այդ գործերով նրանք զբաղվում են ու օրորի ավելի ընդլայնելով, ավելի մեծացնելով, ասել են, որ Էրիկին էլ եմ ասել, Հովհաննեսին էլ եմ ասել եւ Գառնիկին էլ եմ ասել, որ կարողանանք ինչ որ պետք է անենք, մենք պետք է ունենանք առողջ սերունդ։ Եթե կա առողջ սերունդ, ուրեմն կա ապագա, եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա։ Հովհաննես Ծառուկյանի խոսքով նման ծրագրերը կարևոր են եւ ամեն դետալի մոտենում է մեծ պատասխանատվությամբ։ Պատկերացնում եք, թե ինչքան մեծ է լինելու պատասխանատվությունը, սա առաջին այդ հարցը ինձ հայրս է տվել, որ ես պատկերացնում արդյոք թե ոչ, եւ եթե չպատկերացնեի ես ինչքան մեծ է լինելու պատասխանատվությունը, չէի մտնի այդ աշխատանքի տակ, չէի ստանձնի այդ աշխատանքը։ Ես շփվելով շատերի հետ ընկերություն անելով մարտարվեստների ներկայացուցիչների, ստացա այդ միտքը եւ սկսեցի մշակել ծրագիր ու մենք սկսեցինք զարգացնել։ Եվ ասեմ ավելին, այլ խոսքերով դա պատվի հարց է ինձ համար, մենք պետք է այդպես էլ շարունակենք։ Ու ինչպես հայրս է ասում, համաձայն իր խոսքին, եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա։